Կաշառք տալու, ստանալու եւ դրան օժանդակելու դեպքերի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Նրանցից երկուսը նոր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են, Սպուտնիկ Արմենիային հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Մեկի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ տնային կալանքը։ ԱՄՆ հայոց կաթողիկոս Գարեգին II-ն այցելել է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ Վեհափառը իր հայրապետական օրհնությունն է բերել շարունակական ապօրինի կալանքում գտնվող ազգային բարերարին, մաղթել տոկունություն եւ ամրություն։ ԱՄՆ հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով կշարունակի ազգօգուտ ներդրումը հանուն հայրենիքի եւ աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության, գրել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Երաժիշտ երգահան Արա Գևորգյանը 1000 դհոլ նախագծի շրջանակում տեսահոլովակ է նկարանել Արադ Լերանֆոնին։ Նկարահանմանը մասնակցում են 1500 դհոլչի եւ 500 պարուհի։ Նախագծին հիմնականում մասնակցել են 10 տարեկանից բարձր երեխաներ։ Նպատակներից մեկն էլ այս տեսահոլովակը Գինեսի ռեկորդների գրքում գրանցելն է, ինչը կարող է լինել երգահանի 4-րդ ռեկորդը համաշխարհային ռեկորդների գրքում։ Վրաստանում այսօր սկսվել է եկեղեցական ընդլայնված ժողովը, որի ընթացքում կընտրվի Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ կաթողիկոս պատիարքը։ Սա պատմական իրադարձություն է, որը հաջորդում է երկարամյա հոգևոր առաջնորդ Իլիա II-ի մահվանը։ Սուրբ Սինոդի որոշմամբ առաջադրվել է 3 թեկնածու։ Ժողովին մասնակցում է շուրջ 1200 պատվիրակ։ Կանոնագրքի համաձայն հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների ավելի քան 50%-ը։ Եթե առաջին փուլում բացարձակ մեծամասնություն չգրանցվի, կանցկացվի երկրորդ փուլ, առավելագույն ձայներ ստացած 2 թեկնածուների միջև։ Ըստ նախնական տվյալների, ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն այսօր։ ما هر وقت که لازم باشه می‌جنگیم ԱՄՆ-ի խաղաղության առաջարկին Իրանի պատասխանը ներառում է հստակ կետեր, ուղղված շրջափակման վերացմանը եւ իրանական ակտիվների ապասառեցմանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայել Բաղային։ Նրա խոսքով Թեհրանի պահանջներն օրինական են եւ ներառում են պատերազմի ու զոհահենության դադարեցումը, Հորմուզի նեղուցում նավագնացության եւ տարածաշրջանում Լիբանանում կայուն անվտանգության հաստատումը։ بر اساس Բաղային շեշտել է, որ չնայած բազմաթիվ երկրներ կապի մեջ են եւ մտահոգված են լարվածության սրմամբ, պաշտոնական միջնորդների դերը շարունակում է ստանձնել Պակիստանը։ Նա նշել է, որ Կատարը եւս ունի որոշակի առաջարկներ, որոնք անհրաժեշտության դեպքում կներկայացվեն կողմերին։ Ըստ Բաղայի, այժմ մյուս կողմը պետք է գործնականում ապացուցի իր մտադրությունների լրջությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի էր համարել Իրանի արձագանքը Միացյալ Նահանգների առաջարկին եւ շեշտել, որ դա իրեն դուր չի գալիս։ Իրանը թույլ չի տա Հորմուզի նեղուցով անցնել իր դեմ պատժամիջոցներ սահմանող երկրների նավերին։ Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրիմանյանն կոչ է արել այդ երկրներին չենթարկվել ԱՄՆ-ին, այլապես նրանք կբախվեն շատ լուրջ խնդիրների։ Իսլամական Հանրապետությունը նաև կընդլայնի ռազմական գործողությունների գոտին, եթե ԱՄՆ-ն եւ Իսրայելը կրկին ագրեսիա սկսեն իրենց դեմ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ամերիկյան 60 րոպե հաղորդաշարի ընթացքում հայտարարել է, թե իր կարծիքով Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին դեռ ողջ է։ Ինչպիսին է նրա վիճակը, դժվար է ասել։ Իսրայելի վարչապետի կարծիքով նա թաքնվել է որևէ բունկերում կամ որևէ գաղտնի վայրում։ Նեթանյահուն վստահ է նաև, որ Իրանում փողոցներ են անվանակոչում իր անունով, ավելին, նախագահ Թրամփի անունով եւս։ Ողջ պատերազմի ընթացքում օգտվելով ամերիկյան բարիքներից Իսրայելի ղեկավարը այժմ հայտարարել է, որ ցանկանում է լիովին հրաժարվել ամերիկյան ռազմական աջակցությունից։ Մենք տարեկան ստանում ենք 3.8 միլիարդ դոլար։ Կարծում եմ ժամանակն է աստիճանաբար դադարեցնել այդ մնացած ռազմական աջակցությունը, ասել է նա։ Իսրայելի վարչապետը մտադիր է դա անել առաջիկա 10 տարվա ընթացքում։ Չնայած այս տեսակետին նրան դուր չի գալիս, որ իրենց աջակցող ամերիկացիների թիվը նվազում է, իսկ դրա մեղավորը ըստ խաղաղության մյուս հովանավորի սոցիալական ցանցերն ու բոտերն են։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել քաղաքացիներին վերադառնալ հեռավար աշխատանքի մերձավոր արևելքի ճգնաժամի պայմաններում վառելիքի խնայողության նպատակով։ Նրա խոսքով երկիրն արդեն ունի նմանատիպ փորձ COVID-19-ի համավարակի ժամանակվանից եւ այժմ ժամանակի հրամայականն է կրկին անցնել տնից աշխատանքի, օգտագործել առցած հանդիպումներն ու տեսակոնֆերանսները տրանսպորտային ծախսերը նվազեցնելու համար։
Ֆլորիդայում անտառային խոշոր հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով Բրովար շրջանի որոշ հատվածներ պատվել են թանձր ծխով։ Հրդեհը սկսվել է Էվերգեյթսի սահմանին Մաքսֆիշ քեմփի մոտակայքում, այնուհետև տարածվել է դեպի արևմուտք, խաթարելով մոտակա ճանապարհների երթևեկությունը։ Ֆլորիդայի անտառային ծառայության տվյալով կրակն արդեն ոչնչացրել է շուրջ 1940 հեկտար տարածք։ Զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Իշխանությունը բնակիչներին հորդորել է մնալ փակ տարածքներում ծխի բացասական ազդեցությունից խուսափելու համար։